Հաճախ չի լսվում ելույթ ունեցողի ձայնը։ Էդգար Ղազարյան։ Տիկին Մանուկյան, երբ որ քննարկվում էր դեկտեմբեր ամսին 2026 թվականի բյուջեի նախագիծը, այնտեղ նախատեսված չէր, որ պետք է բարձրացվեն կենսաթոշակները։ Ավելին, երբ որ վարչապետին հարց էր տրվում կբարձրացվի թե չէ, եւ վարչապետը եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը ասում էին, որ դա հնարավոր չէ, պետական բյուջեն չունի այդքան միջոցներ։ Երբ որ ներկայացվում էին մասնագիտական հիմնավորումներ, այդ թվում հայաքվե քաղաքացիական միավորման կողմից, թե ինչ աղբյուրների հաշվին, ինչ չափով կարելի է իրականացնել կենսաթոշակի բարձրացում, որը կառավարությունը չի իրականացնում, վարչապետը եւ այլ պաշտոնյաներ դա որակում էին որպես հիբրիդային պատերազմի դրսևորում Հայաստանի դեմ։ Եվ երբ գալիս է արդեն նախընտրական շրջանը, հայտարարված ընտրությունների օրը, ընտրություններից 3 ամիս առաջ կառավարությունը անհասկանալի կերպով, չմատնանշելով այն աղբյուրները, որոնք որ առավելացել են բյուջեում, չգալով ազգային ժողով, չստանալով ազգային ժողովի համաձայնությունը, մոտարապես 80 միլիոն դոլարի լրացուցիչ ծախս պարունակող որոշում է կայացնում եւ բարձրացնում թոշակները, որը վերաբերվում է ընտրական իրավունք ունեցող մոտավորապես 600,000 քաղաքացու, ընդ որում ավելացնելով այդ թոշակի չափը 10,000 դրամի չափով։ Հիմա ես ուզում եմ իմանալ բյուջետային համակարգի մասին օրենքի տրամաբանության, միջնաժամկետ ծախսային ծրագրերի տրամաբանության ներքո, ինչպես նաև պետական բյուջեի նախագծի մշակման, ընդունման, դրանում փոփոխությունների տրամաբանության ներքո, ինչպես կգնահատեք նախընտրական կաշառքի որակում ստացած այդ գործընթացը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Ղազարյան։ Թոշակների բարձրացմանը վերաբերում եմ դրական, շատ դրական։ Միշտ կողմ եմ, որպեսզի բարձրացվեն մեր տատիկների եւ պապիկների թոշակները, բայց քանի որ դա իրենց 2021 թվականի նախընտրական ծրագրի մաս էր, այո, մենք կարող ենք հիմնավոր կասկածներ ունենալ, որ այս ընթացքում չէր բարձրացվում, որ նախընտրական շրջանում բարձրացվի, ինչ որ դիվիդենդներ ստանալու նպատակով, իսկ ինչ վերաբերում է բյուջեի մեջ այդպիսի մեծ ծախսային հոդված ավելացնելուն, ես որպես տարիներ շարունակ բյուջե պլանավորած մարդ մի քիչ դժվար եմ պատկերացնում այդպիսի մեծ ծախսային հոդվածները նախապես չպլանավորելով հետո ոնց են արել, բայց կարծում եմ հանձնաժողովում աշխատանքը մեզ թույլ կտա հասկանալ ինչ աղբյուրներից են ֆինանսավորել, բայց ես նորից եմ ասում, միշտ կողմ եմ ոչ միայն կենսաթոշակների բարձրացմանը, ցանկացած որոշման, որը կլավացնի մեր քաղաքացիների կյանքի որակը, միշտ ողջունում եմ։ Արձագանք։ Ես նախընտրական շրջանում շատ ակտիվ եմ ներգրաված եղել ուժեղ Հայաստանի քարոզչական աշխատանքներում եւ գործնականում եմ տեսել, հանդիպելով քաղաքացիների հետ, մարդիկ ուղղակի գրեթե բառացի կարող եմ ցիտել, ասում էին Նիկոլ նիմը 10,000 դրամ փող ա տվել, դու ինձ ինչ ես տալի, որ ես այդամ ձեզ ընտրեմ։ Կարաս ինձ իմ 10,000 դրամ էլ դու տաս, ասում եմ ես չէ, մենք կարանք միայն նախընտրական ծրագիր, մենք կարող ենք ձեր թոշակները բարձրացնելու ծրագրեր ներկայացնենք, մենք կարող ենք Մի վարքյան պարոն Ղազարյան, հարգելի գործընկերներ, թողեք հարց տվողը հարց տա, շարունակեք, վերականգնեք պարոն Ղազարյանի ժամանակը։ Այսինքն ես ինքս նկատել եմ, որ այդ ակցիան, որ իրականացվել ընտրություններից 3 ամիս առաջ, ուղիղ է թողել ազդեցություն ընտրողի վրա իր կողմնորոշման համար, այսինքն ընտրողը թոշակ առում, Ինչ չի ասել, որ գիտեք, ես կենտրոնական ընտրական հանձնաժողովից ներբեռել եմ PDF-ով քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագիրը, ծանոթացել եմ դրան, այ կողմ եմ դրան, կամ ես բարձր եմ գնահատում Փաշինյանի կառավարության 8 տարիների աշխատանքը։ Ինքը ասում է, ես ընտրելու եմ Փաշինյանին, որովհետև ինքը ինձ տվել է 10,000 դրամ փող։ Խոսքը այդ երևույթի մասին է։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ արձագանքի համար, պարոն Ղազարյան, քանի որ ինքս էլ ակտիվ ներգրավված եմ եղել նախընտրական քարոզարշավում եւ ինքս էլ եղել եմ գյուղերում, շփվել եմ այդ թվում կենսաթոշակառուների հետ, այո, ձեր գնահատականը միանշանակ այդ ճիշտ է, կենսաթոշակառուները դա այդպես էին որակում եւ այդպես էլ ընդունվել էր, որ այո, իրենք ինձ տվեցին, բարձրացրեցին, չգիտեմ, աչքս վիրահատեցի, թոշակս բարձրացավ, աշխատել էր։